Բարև ձեզ, դուք դիտում եք Civilnet-ը, Civilnet-ի տաղավարում, այսօր ես հյուրընկալել եմ ժուրնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին, բարև ձեզ պարոն Բարսեղյան։ Այսօր խոսելու ենք, արդեն 2 օր այդ մասին ենք խոսում, սահմանադրական փոփոխությունների նախագծից, որը հրապարակվել էր հուլիսի 15-ին, նախագահինքից մասնագիտական սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից բավականին բուռն քննադատություն կա այդ նախագծի հետ կապված, ընդհանուր միջև մերժել նույնիսկ չկարդալով թե ինչ է գրված եւ բովանդակային քննարկման մեջ չմտնել, որովհետեւ դա ուղղակի զավեշտ է քաղաքացիների եւ ընդհանրապես մասնագետների նկատմամբ, օրինակ երեք այստեղ էր հենց մասնագիտական հանձնաժողովից Գրիգոր Մուրացյանը նշում էր, որ պետք է կարդալ այդ ամբողջ գրվածը, որովհետեւ տիտանական աշխատանք է կատարվել եւ գրեթե նոր սահմանադրություն է գրվել եւ դժվար է, ասենք, 1, 2, 3, 4 օրում հասկանալ, առնվազն մի շաբաթ պետք է կարդալ այդ նախագիծը, որպեսզի հետո կարծիք հայտնել։ Այո, պարոն Բարսեղյան, դուք կարդացել եք, դուք ակտիվորեն դեմ եք հանդես գալիս այդ նախագծին։ Ես իհարկե ոչ մի հետաքրքրություն չունեմ Սերժ Սարգսյանի մոգոնած թղթերը կարդալու, շատ անլուրջ զբաղմունք է դա ինձ համար, դրանով որևէ վատ բան չեմ ուզում ասել նրանց, ովքեր ուզում են կարդալ, իրենց իրավունքն է, թող կարդան, անհամեմատ կարևոր գործեր կան, քան թե Սերժ Սարգսյանի գրած կամ իր հանձնարարությամբ գրված թղթերը կարդալ։ Ես դա նմանեցնում եմ շատ սովորական տրոյական ձիու, այս դեպքում տրոյական իշու հնարքի, երբ որ ինչ-որ մի բան են հրում ներս, ասում են զբաղվեք։ Մեկ էլ ասում են կարդացեք բան, մարդիկ գալիս են սկսում են ինչ-որ այս ձիու ոտները երկար է, կարճ է, գույնը լավը չէ, ականջները ձգենք մի քիչ, կարճացնենք, բան, ինքն ասում է, բերեք, մի քիչ փոփոխենք այդին, բայց դա չէ էական, էականն այն է, թե ինչ է ձիու մեջ թաքնված։ Հետո արդեն ուշ կլինի։ Ինչքան ուզում ես փոխես, կարգի բերես, չգիտեմ ինչ անես, բայց այդ կենթանուն արդեն ներս են անում, այնինչ պատասխանը պիտի շատ հասարակ լինի, այն գեր, արես ձիդ, գնաս տեղից, վերցրու տար տեղի, ոչ ոք քեզնից ձի չի ուզել, թող այդքան ընտրությունների ժամանակ հարցումներ ու հետազոտություններ են անում, չէ՞ կարծես թե ինչ-որ սոցիոլոգներ են ի հայտ գալիս, հետազոտական ընկերություններ ասում են, գիտեք, այս կուսակցությունը այսքան վարկանիշ ունի, այսքան քվե պիտի տանի եւ այլն։ Այդ ինչի՞ չեք արել, որպեսզի պարզեք հանրությունը ունի նման հետաքրքրություն։ Արեք եւ փորձեք թիվ նկարել, տեսնենք ինչ թիվ եք նկարելու, թե հանրային հետաքրքրությունը սահմանադրություն փոխելու համար ինչպիսին է։ Ես կարծում եմ, որ երևի 2-3% է, բայց ես գուցե սխալվում եմ։ Բարեք այդ հետազոտությունը, հանեք դրեք մարդկանց դեմ, տեսեք 100 հոգուց քանիսին է հետաքրքրում ձեր սահմանադրական այդ մուտիլով կեք։ Ձեր մերժողական դիրքորոշումը պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ հասարակական պահանջ կա սահմանադրությունը փոխելու, թե այլ խնդիր էլ կա։ Ես մի քանի հոդված ունեմ, այնտեղ կարծեմ մոտ 10-ի կարգի հիմքեր են բերել, թե ինչու պիտի լուրջ չընդունել Սերժ Սարգսյանի այս մոգոնումները։ Դրանցից գլխավորը այդ մեկն է, եւ դա ուղղակիորեն բխում է գործող սահմանադրության երկրորդ հոդվածից, երբ որ ակնհայտորեն հստակ գրված է, որ իշխանությունը մեզ է պատկանում, ոչ թե Սերժ Սարգսյանին կամ նրանով գտնվում է Պարլաման 26-ում։ Իսկ մենք իմ տպավորությամբ չունենք նման հետաքրքրություն մեր հիմնական օրենքը փոխելու։ Եթե կա ինչ-որ մի հիմնավոր ապացույց այն բանի, որ հանրությունը նման պահանջ է առաջ դրել, ես ներողություն, թող հանրության կամքով լինի, բայց նման կամք ես չեմ նկատում։ Ով որ նկատում է, գտեք կոնե մեկին բերեք այստեղ, բացի իր ստեղծած հանձնաժողովի մարդկանցից, եւ իրենք պնդեն, որ հանրությունը նման պահանջ է առաջ քաշել։ Սա առաջինը։ Այսինքն, եթե հանրությունը նման պահանջ առաջ չի քաշել, ոչ մի Սերժ Սարգսյան, ոչ մի Հրաչ Թովմասյան եւ այլ որևէ մեկը իրավունք չունի սկսել փոփոխել մեր հիմնական օրենքը։ Երկրորդը, փորձում են հանրությանը կերցնել այն միտքը, թե գիտեք, մեր երկրի աղետներն ու չարիքները սահմանադրությունից են։ Բերեք փոխենք, լավ կլինի։ Սահմանադրություններ օրինակի համար պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը չունենալով այդ իրավունքը 2 անգամ առաջադրվեց Հայաստանի Հանրապետության նախագահի տեխնացուի պաշտոնում։ Սահմանադրությունն է մեղավոր, որ սահմանից զորքեր է բերում խաղաղ ցուցարարների դեմ։ Արգելված է սահմանադրությամբ դա, ներքին հարցերում բանակի օգտագործում է։ Ցուցարար գնդակահարելու համար սահմանադրություններ այդ իրավունքը տալիս, թե ինչ։ Ու բազմաթիվ ուրիշ օրինազանցություն, հակասահմանադրական ինչ-որ մարմիններ ստեղծել սահմանադրությամբ չնախատեսված։ Ոստիկանության ապօրինությունների պատճառը սահմանադրությունն է գործող, թե սահմանադրության խախտումն է պատճառը։ Ակնհայտ է, ով ուզում է կա
Հատուկ իրավաբան, փաստաբան պետք չէ լինել սա ապացուցելու համար, որ սահմանադրությունը ոտնահարելու պատճառը քաղաքական կամքն է։ Մարդը ուզում է ոտնահարում է, թքած ունի։ Այդ ընտրություն կեղծելու հիմքում բացակայինների փոխարեն քվեարկել, հանգուցյալների փոխարեն քվեարկել սահմանադրությունն է պատճառը։ Գյումրիում, որ բնակչությունը մարդահամարի տվյալներով 121500 է, իսկ 13 թվականի փետրվարի տվյալներով Գյումրու ընտրողների թիվը 121800 է, սահմանադրությունն է մեղավոր։ 1.5 տարվա տարբերությամբ ընտրողների թիվը Գյումրի քաղաքում հավասար է բնակչության թվին, իրանց թվերն են սրանք։ Ու լիքը այդպիսի խայտառակ բաներ։ Սա երկրորդ գլխավոր պատճառն է, թե ինչու սահմանադրությանը մի կպեկ, այնգեր, կարող ենք սահմանադրություն էլ չունենանք, բայց մարդավարի կառավարեք երկիրը։ Եվ ի վերջո, ով եք դուք, պարոն Սարգսյան, վերջապես էլի, մարտի 1-ին զանգվածային կեղծիքների, խախտումների, ցուցարարների գնդակահարության, քաղբանդարկյալների եւ առողջության, կյանքի, մարդկանց կյանքի գնով իշխանություն զավթած, երկրում աղքատությունը խայտառակ կերպով խորացրած, արտագաղթը խորացրած մի մարդ որոշել է սահմանադրություն փոխ, ինքդ քեզ փոխիր, այդ հանձնաժողովին մեր հարկերից մի վճարիր, տուն ուղարկիր, ինչքան շուտ ավարտես սահմանադրական այս կլոունադան, այնքան լավ, մենք կրկես սարքելու սահմանադրություն չունենք։ Տեսեք, հանձնաժողովի ներկայացուցիչները նշում են, որ ճիշտ է հանրային պահանջ չկա, բայց այն հասարակությունը, հանրությունը չի կարող այդպես մասնագիտորեն տեսնել ապագան եւ հատկապես խոսքը վերաբերում է կառավարման ձևի փոփոխությանը, որովհետեւ հիմնական փոփոխությունը կարծես թե տեղ է տեղ ունեցել, որpիսի մենք հետագայում խուսափենք ճգնաժամերից, պարտավոր ենք հրաժարվել այս կառավարման ձևից, անցնել մեկ այլ խորհրդարանական կառավարման ձևի, որպեսզի մեր երկրի բնականոն զարգացման ընթացքը չխաթարվի, կառավարման ձևը լինի ավելի արդյունավետ, դե հասարակությունը դա չի կարող տեսնել, մենք տեսել ենք եւ ուզում ենք այ լավ գործ արած լինել այս պետության համար։ Մի կարևոր հարց տամ իրենց, եթե հավես ունեն, թող պատասխանեն։ Կա մի այնպիսի սահմանադրության տեքստ, կամ հնարավոր է մշակել սահմանադրության այնպիսի տեքստ, որը հնարավոր չլինի խախտել անօրեն իշխանության կողմից կամ գլխավոր իշխանական դերակատարների կողմից, չկա այդպիսի բան։ Այսինքն ամենաիդեալական, ամենահրաշալի տեքստը այդ պահին գրված 5 րոպե հետո կարող է երկրի թիվ 1, 2, 3 պաշտոնյաները տնեն ապականեն, շարունակեն իշխանության զավթումը կամ վերազավթեն իշխանությունը։ Սա մեկ, այսինքն սա ակնհայտ եւ ուղիղ ապացույց է այն բանի, որ թղթերով չի որոշվում, մարդկային կամքով է որոշվում, այդ հարգել այդ գրվածքները, թե չհարգել այդ գրվածքները։ Մյուսը, ես կրկնում եմ, չեմ կարդացել, չեմ էլ կարդալու երբեք, բայց ես ունեմ այնպիսի ընկերներ ու գործընկերներ եւ հանրությունը գիտե նրանց, ովքեր այդ բաներից անհամեմատ լավ են գլուխանում, քան ես եւ նույնիսկ նրանք, ովքեր փորձել են այդ տեքստերը գրել։ Մարդիկ չեն տեսնում այդ նոր մոգոնվածքի մեջ խնդիրների լուծում։ Հասկանում եք, եւ այսօր բաներ պատմեցին, զարուրելի էր, էլի, ահա մարդուն, ասենք, բանից ինչ-ինչ իրավունքներից զրկել, ինչ է թե նա, ասենք, թմրամոլություն է իր մոտ հայտնաբերվել, հարբեցողության, ինչ-որ հանգամանքներ, սրանք մանր բաներ կարող են թվալ իհարկե, բայց մարդու իրավունքների տեսանկյունից այլանդակություն է, ես չեմ ուզում հիմա խորանալ, բայց ես կարծում եմ, որ բազմաթիվ անհետեցություններ պատմեցին ինձ ամերիկյան մոդելի, ինչ է, ընտրիչների, ընտրարկիչների, ընտրիչ ազատիչների, փրկիչների ինչ որ հաստատության մասին, ես կարծում եմ, որ բազմաթիվ աղբ են լցել այդ իրենց նախագծի մեջ այն հաշվարկով, որ շատերը այդ խայծը կուլ կտանք, սկսեն քննարկել իրենց տրոյագանձին եւ ի վերջո քննարկումների գագաթնակետն ու վերին ատյանը լինելու է Վենետիկի հանձնաժողովը, կոնսենսուսը կայ։ Եվ այնտեղ նայելու են, ասենք, գիտեք, այ մարդ էս մեկը լրիվ հիմարություն է, էս մեկը հանեք, սրանք ասելու են, հա դե լավ որ ասում եք հանենք, էս էլ հանենք, բերեք էս էլ հանենք, բան, բայց հիմնական գաղափարը մնա նույնը, Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման ապագա կոնե 20-25 տարվա համար մեխանիզմները պահպանվել։ Այն չէ մտածում, որ Սերժ Սարգսյանը ուզում է վերարտադրվել։ Մարդը ասել է վարչապետ չի ուզում, ազգային ժողովի նախագահ չի ուզում, նախագահը որ չի ուզում, շատ հետաքրքիր է։ Չգիտեմ, հավես չունի, հա, չգիտեմ, չի, ինչու է ասում չի ուզում։ Եթե դու լավ ես կառավարել, այնգեր, ինչի չես ուզում։ Ասա որ ուզում եմ, ես փոխում եմ սահմանադրությունը, որպեսզի իմ կառավարումը երկարի, որովհետև դուք լինեք երջանիկ, արեգակը դուրս գա արևելքից եւ ինչպես հարգն է մտնի արևմուտք,
եւ այլն, ես ուզում եմ պիտի լինա, եթե բարեփոխիչ ես եւ քո բարեփոխիչ կամ այսինքն մարդը երևի դեռ չի կռահել, որ մարդիկ գլխի են ընկել, թե ինքը ինչի է դա հայտարարում։ Ինքը դա հայտարարում է, որովհետեւ ինքը հասկացել է, որ իր կառավարումը խայտառակ է եւ ուզում է հիմա հանրությանը աչքերին թոս փչել, ասել թե բան է։ Գիտեք, սահմանադրությանը կողմ քվեարկեք, ջանդամ ես չեմ լինի, հա, այսինքն մոտավորապես այս պրիմիտիվ մտածողությունը չգիտես ինչի նստել է։ Ուղիղ հակառակը պիտի աներ, պիտի աներ փոխում եմ սահմանադրությունը, ես պիտի կառավարեմ, բայց ուրիշով կարող է ձեզ երջանկություն պարգևել։ Եվ շատ անլուրջ բան է նստել հավատալ Սերժ Սարգսյանի այս օրինակ խոստումներին, որովհետև բազմաթիվ խոստումներ ինքը չի կատարել։ Առաջին ընտրական շրջանից եթե հիշեք, շատ կան։ Բազմաթիվ երիտասարդ ընտանիքներին դրախտով ապահովել եւ այլ տարբեր բաներ, հա, անօթևան ընտանիքներին Շիրակի Մկյոմրու եւ այլն։ Իրան-Հայաստան երկաթգիծ, չգիտեմ, մեկ արել է։ Հա, չեմ ուզում այդ տեխնիկականի մեջ խորանալ, պլյուս թե ինչպիսի ապօրինություններ է արել ընտրությունների շրջաններում։ Բեհմիկասին ինքը չի արել, էլի, ասենք, հանգուցյալը գնացել քվեարկել է իր օգտին ինքը ինչ մեղավոր է, կամ ասենք Ամերիկայում նստած մարդը քվեարկել է իր օգտին ինքը ինչ մեղավոր է, կարող է պատմել այդպիսի բաներ։ Հա, բայց այնուամենայնիվ պատասխանատվությունը իր վրա է։ Փոխանակ շուտ կռահեր կամ կռահել տային, գլխի գցեին, ասեին ախպեր գնա տուն, քանի ուրիշ տեղ չես գնացել, այդ մարդը որոշում է բան անել, ինչ-որ սահմանադրական թղթաբանություն անուն էլ դնում է բարեփոխում։ Այդ ով է խապել քեզ, թե դա բարեփոխում է, որտեղից ես իմացել, որ դա բարեփոխում է։ Իրավագիտության մեջ դա կոչվում է բարեփոխում, ածականների օգտագործումը իրավագիտական բան է, ասա փոփոխություն։ Երևի հանրային ռեակցիան այդքան բացասական չլիներ, եթե փոփոխություն բառը լիներ բարեփոխումը։ Ժամանակը կգա, պատմությունը կգա, կերևա դա բարեփոխում էր թե չէ, բայց ես ավելի շատ վստահ եմ, որ ծախողվելու է այս հերթական խայտարակ։ Այ անդրադառնանք այդ ծախողվելու ձեր կանխատեսումներին։ Սիրով ծախողել, սիրով։ Ահա։ Նշում եք, որ հանրային պահանջ սահմանադրական փոփոխությունների չկա։ Իրոք դժվար է նկատել։ Իմ միամիտ տեսակետով շատերը կհաստատեին այդ կարծիքը, որովհետև նույնիսկ օդում չես զգում այդ ամեն ինչը, մասնագիտական հարցումներ չկան, բայց հասկանում եմ 26-ի վրա իջած օդում է զգացվում։ Այո, հնարավոր է, հա։ Բայց տեսեք, կա սահմանադրական այս փոփոխությունները վիժեցնելու հանրային պահանջ։ Վիժեցնել բառը, սաբոտաժ բառը այնքան էլ չէի կամենա օգտագործել, ձեր իրավունքն է իհարկե։ Ես կարծում եմ, որ բոլոր են արդյունքների շրջանակներում, որ կարող է քննարկվել, դե երկու արդյունք է քննարկվում, հա, հանրակրվե այո, հանրակրվե ոչ։ Եվս երկու բաղադրիչ կուզեի տարբերակ կուզեի ավելացնել, մեկը այն է, որ Սերժ Սարգսյանը ի վերջո գլխի է ընկնում, որ պիտի հավաքի այդ թղթերը, այդ տղեկին պիտի ասի շնորհակալություն ստեսություն, պիտի մոռանա իր հանրակրվեի։ Այդ ինչպես է գլխի։ Այդ պիտի հանրությունը գլխի գցի, Բաղրամյան փողոցի մեթոդով, ուրիշ ավելի քաղցր անուշ մեթոդներով պիտի գլխի գցվի, որ եւ կարծում եմ, որ ուշտեշուտ գլխի կընկնի, որ էս ինչ է իր մոտ պարաբ էինք մնացել, այ մարդը մի ստեղ էլ մասխարա դառանք, մոտավորապես էս բանն է։ Երրորդը, եթե գլխի չընկնի, չորրորդ տարբերակը, եթե գլխի չընկնի, որ պիտի հավաքի այդ ամբողջը, բոյկոտի պիտի հանդիպի, այսինքն ոչ միայն կարող է լինել հանրակրվեի արդյունքում այո կամ ոչ, այլև կարող է լինել երրորդ տարբերակը, բոյկոտ, այսինքն նվազագույն շեմի չհաղթահարելու խնդիրը։ Մարդիկ մերժում են խաղալ այդ խաղը, մարդիկ մերժում են զբաղվել Սերժ Սարգսյանի տրոյական իշով։ Նստենք, քննարկենք, լավացնենք, բարելավենք, բաման ասում են, չէ, ընկեր, վերցրու, այդ ինչ է, հանձնաժողով է, այնտեղ ագանավոր սահմանադրագետներ կան, Կակիկ Հարությունյան, բան եւ Հրայր Թովմասյան, վերցրու այդ ավանագին եւ տար ստեղից, մենք չենք հրավիրել, իսկապես չենք հրավիրել, ժողովուրդ, վերցրու եւ հեռացրու։ Այդ նույն հաջողությամբ դու կարող ես որոշել ստեղ ինչ դիեզերակայան սարքել, նավահանգիստ սարքել, նույն հաջողությամբ կարող ես մոգոնել ինչ ասես, այդ ոնց որոշեցիր, որ սահմանը չկա հիմնավորումը ու որևէ մեկը հրապարակային բանավեճով այդ հանձնաժողովից Սերժ Սարգսյանի գրասենյակից չի կարող հիմնավորել դրա հանրային կարիքը։ Եթե դրա հանրային կարիքը չկա, առնվազն մեր փողերը չծախսեք։ Գնացեք դուք ցես համար ինչ է անունը, սենյակի մեջ հավաքվեք, գուշակեք, կռահեք, տվեք, առեք իրար բան, անենք, չանենք, հետո մոդելավորեք հայաստանյան կյանքը, նստեք ցես համար խաղացեք, սահմանադրություն խաղ։ Մեր վրան չէ փաթաթում դա։
Լիքը ուրիշ կարիքներ կա, էլեկտրաէներգիայի գնի պակասեցման հանրային պահանջ կա, գազի գնի պակասեցման հանրային պահանջ կա, անօթևաններին բնակարաններով ապահովելու հանրային սահմանները ժամանակակից զենքով բանով պաշտպանելու հանրային պահանջ կա։ Թողել ես այդ ամբողջը, այնգեր, դու եկել ես թուղթ ես գրում, դեմ ես տալիս, խաղ ես անում։ Չեմ ուզում շատ կրկնել ես ամբողջը, եւ բոյկոտը ուզած չուզած լինելու է։ Իրանք իհարկե ոչ տարբերակը չկիրառել, այսինքն գնալ ոչ քվեարկել, դարձնել սահմանը։ Դա մաթեմատիկա է ընդհանրապես։ Եվ նախորդ ուրեմն ընտրությունների ժամանակ բազմաթիվ օրինակներ ունենք, ես էլ եմ ականատես եղել, երբ ինչ-ինչ գերատեսչություններ պահանջել են մի շարք հիմնարկներից ուղղակի քվեարկության օրը բերել ցույց տալ իրենց աշխատողների անձնագրերը, որ իրենք մասնակցել են ընտրությանը։ Մասնակցություն ապահովելու համար։ Հետո այնտեղ իրիկունը ինչ կգրեն, ինչ վերև կդան, ինչ կանդեղ Ազարյան կար, չգիտեմ ուրիշ մարդի հիմա Մուգուչյան կա, այնտեղ ինչ թվեր վերջում կա հաղորդեն, դա արդեն էական չէ, գնա փողոքարկի թող։ Գնա փողոքարկի եւ օրենքով կբացեն այդտեղից մի քանի տեղամասերի արդյունքները, եթե նույնիսկ գտնեն խայտարակ արդյունքներ, կասեն այս ծավալը չի ազդել, բանի ինչ է անունը, քվեարկության արդյունքների վրա, սա փորձած մեթոդ է, ով Սերժ Սարգսյանը, որը ընտրակեղծիքների ականավոր մասնագետ է, ինքը շատ լավ գիտե։ Եվ իրենց համար հիմա շատ կարևոր է ապահովել մասնակցություն։ Այդ մասնակցություն ապահովելու համար կոչեր են հնչում գնանք եւ վճռականորեն ոչ ասենք Սերժ Սարգսյանին։ Այո, վերածենք Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնել։ Ոչ ասելու կոչ անողներին ես երկու խմբի եմ դասակարգում, որովհետեւ մեկին չեմ ուզում վիրավորել։ Այն մի խումբը բազմաթիվ արժանավոր արժանապատիվ մարդիկ կան, որոնք մտածում են, որ դա ճանապարհ է։ Եվ Սահմանադրության 113-րդ հոդվածը ասում է, որ առնվազն մասնակիցների կեսից ավելին պիտի կողմ արտահայտված լինի, բայց դա պիտի լինի ընտրողների ընտրացուցակում ներառնվածների առնվազն 25%-ը։ Այսինքն 800,000 մարդու մասնակցություն է ակնկալվում։ 800,000 մարդու 800,000-ից մի քիչ ավել։ Այսինքն 2.5 է ընտրացուցակներում։ Երևի թե 700,000 կողմ է ակնկալվում։ Եթե մասնակցությունը լինի 1.5 միլիոն։ Մի խոսքով կարևոր խնդիրը այն է, թվերը ես կարծես սխալ հաշվեցինք, բանը մասնակցություն լինի 25+1, 25%+1 եւ այդտեղից գոնե 25 ամբողջությամբ գրեթե 100%-ը կողմ քվեարկած լինեն այս խայտարակությանը։ Մյուս խումբը հատուկ վարժեցված խումբն է, ովքեր գիտակցված Պարլամյան 26-ից կառավարվելով կոչ են անում մարդկանց գնալ եւ վճռական ոչ ասել ուրեմն այդ բանին։ Այսինքն մասնակցությունը ապահովում եք, մնացած այնտեղ ինչ կգրեն, չեն գրի, արդեն շատ դժվար կլինի այս կոմենկոմ անել։ Դրա համար ես համարում եմ, որ հանրակրվե չուզող սահմանադրության որևէ փոփոխություն առայժմ կոնե այս իշխանության օրոք փոփոխություն չուզող հանրության եւ նրա առաջնորդների հասարակական քաղաքական առաջնորդների խնդիրն է ամեն կերպ խոչընդոտել կեղծիքների խոչընդոտման գլխավոր գործիքը համարում եմ բոյկոտը բոլոր հնարավոր ուրեմն իր դրսևորումներով միաժամանակ բոլոր ընտրատեղամասերի հսկողությունը, որպեսզի այնտեղ պարզապես ուրեմն էլի չսկսեն անել այն, ինչ արել են շարունակ։ Ինձ շատ հաճախ վերջին օրերին, երբ այս մասին ես շատ եմ գրել խոսել, ասում են Լևոն գրելու են իրանցը, հիմի դու չես մասնակցում, ասենք գյուղերում ոնց գրեցին Սերժ Սարգսյանը։ Գյուղեր կան, որտեղ 90-ից ավելի տոկոս մասնակցություն է գրանցվել 13 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, բայց մեր այլընտրանքային մարդահամարը այդ գյուղերում ցույց է տվել, որ այնտեղ այդքան մարդ չի ապրում, որ մնաց 90%-ն էլ կնար 90%-ի չափով մարդ չի ապրում, որ մնաց 100%-ի չափով։ Եվ կտնեն կնախշեն, էլի ինչպես պետք է։ Դրա համար միայն բոյկոտը գրեթե ոչինչ չի տա։ Շատ կարևոր է, որ հասարակական քաղաքական ուժերը համախմբվեն, որպեսզի բոյկոտը նաև մոնիտորինգի ենթարկվի, այն իմաստով, որ 1988 կամ 2000 քանի տեղամաս կսարքեն, չգիտեմ, դրանցից միայն 7-ում չկարողանան կեղծել սրանք, այդ 7-ը իրենց քրեակատարողական հիմնարկմաներն են։ Այսինքն այնտեղ մի 5000 մարդու առկայություն, 5000 ուժեղ քաղաքացու, շատերն են, որ թքած ունեն այս հանրակրվեի վրա եւ բոլորովին չեն ուզենա գործ ունենալ դրա հետ, ոչ գնալ քվեարկել, ոչ բան, բայց առնվազն 4-5000 հոգի մարդ է պետք, ուժեղ քաղաքացիներ, որոնք գիտելիքներով զինված լինեն, կարողանան առավոտից մինչև ուշ գիշեր տեղամասերում հսկել, որպեսզի նվազագույնի հասցնեն լցոնումը, ուրիշների փոխարեն քվեարկությունները եւ իհարկե արձանագրությունների կեղծումը։
ուրիշ գեղձիկների բաներ կան, բայց դե տանը բաժանվելիք ընտրակաշառքը բռնել եւ ապացուցել չի լինի։ Մարդ գրել բանն է։ Բոյկոտիկ հաղափարախոսությունը լայնորեն տարածելու դեպքում անգամ ընտրակաշառքը չի օգնելու, ինչպես չօգնեց Գյումրի քաղաքում, երբ ընտրակաշառք բաժանողը ասում էր, սա Սերժ Սարգսյանի համար է, բայց իրան չընտրեք։ Ստեղներն էր այդ մարդկանց եւ արդյունքում Սերժ Սարգսյանը պարոն Մուկուչյանի թվերով ստացավ Գյումրիում 26.5% ընդամենը։ Այո, շնորհակալություն, ավարտենք այսքանով, տեսնենք ինչպիսի զարգացումներ տեղի կունենան այս համանդրական զարգացնենք եւ տեսնենք։ Այո։ Հիշեցնեմ, որ այսօր ես հյուրընկալել էի ժուրնալիստների ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին, կհանդիպենք։